Կենտրոնական ընտրական հանձնաժողովի փոխանցմամբ ամփոփվել են Գյումրու 82 ընտրատեղամասերից 81-ի արդյունքները, որևէ քաղաքական ուժ չի կարողացել հավաքել 50+1% իշխանություն ձևավորելու համար։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածու Սարիկ Մինասյանը ստացել է 16938 քվե, ձայների 36.21%-ը։ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանը 9537 քվե, ձայների 20.5%-ը։ Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանը 2844 քվե, ձայների 6.11%-ը, Մեր քաղաքը կուսակցությունների դաշինքի թեկնածու Մարտուն Գրիգորյանը 7296 քվե, ձայների 15.5%-ը, Իմ հզոր համայն կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանը 3659 քվե, ձայների 8.8%-ը։ Անճշտությունների գումարային չափը 172 է, անվավեր քվեաթերթիկների թիվը 613։ Ընդդիմադիր երկու ուժերը Իմ հզոր համայն կուսակցության թեկնածու Ռուբեն Մխիթարյանն ու Մայր Հայաստան կուսակցությունների դաշինքի թեկնածու Կարեն Սիմոնյանն արդեն հայտարարել են, որ կմիանան երկրորդ տեղը զբաղեցնող ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին։ Կարեն Սիմոնյանն էլ նշել է, որ իրենց յուրաքանչյուր գործողություն միտված է լինելու, որպեսզի իշխանազրկեն քաղաքացիական պայմանագրին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ընտրություններում հաղթած քաղաքական ուժերին եւ թեկնածուներին։